Հարցեր կային այն մասին, որ բան եղնի, արգելափակեն Երևան իջնող Ռուսաստանից եկող օդանավերը, ճիշտ ասած դա անմարդկային բան է, որովհետև այդ օդանավերը միայն ընտրակաշառքով Հայաստան բերվող եւ ընտրություններին մասնակցելու համար բերվող մարդկանցով չէ, որ լեցուն է։ Դրանց մեջ լիք ուրիշ մարդիկ կան, այնպես որ չարժե նման կոչեր անել, բայց 2-3 հանգամանք կա, որը կարող է իսկապես խոչընդոտել, ենթադրենք հանկարծ, անկախ մեր ընտրությունների հանգամանքից Ուկրաինայի զինված ուժերը, որոնք իրենց դրոններով, անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հասնում են 2-3 հազար կիլոմետր հեռու Ուկրաինայից, բնականաբար անցնում են ուրեմն Ռոստովի, Ստավրոպոլի եւ առավել եւս Կրասնոդարի երկրամաս թռչող Մոսկվայից օդանավերի ուրեմն մայրուղիների վրայով ու պարբերաբար անցած տարիների ընթացքում եղել են թռություններ, երբ թռիչքային ռեժիմը դադարեցվել է, կարող է եւ նման մի բան լինել հանկարծ Ուկրաինան սկսի այս օրերին շատ գեշ հրթիռակոծել ուրեմն դեպի Ուրալ, Մոսկվա օդանավակայանների աշխատանքի արգելանք, հիշում եք, պարբերաբար դա եղել է, լինում է, կարող է այո այդ ճանապարհով հանկարծ խոչընդոտվել, չունենալով ուղիղ նպատակ խոչընդոտել Հայաստան, Թիֆլիս, Տոյեսին, Բաքու գնացող կամ հարավ իջնող օդանավերը, բայց այդ օդանավերը եւ օդանավակայանների արգելափակման եւ այդ թռիչքուղիների խաչման պատճառով պատկերացրեցիք, չէ, Ուկրաինայից դեպի արևելք, դեպի Ուրալ, Թաթարստան, պարբերաբար հարվածում են եւ հյուսիսից հարավ իջնող թռիչքուղիները, դրանք խաչվող են ու բոլոր այդ դեպքերում հասկանալի է պետությունները թռիչքները չվերթերը դադարեցնում են, հետաձգում են, կասեցնում են եւ այլն եւ այլն եւ այլն։ Ահա այդպիսի խոչընդոտումներ առաջիկա 4-5 օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ եւ արգելափակվի Ռուսաստանից Հայաստան իջնող ոչ միայն Երևան, այլև Գյումրի իջնող օդանավերի ուրեմն չվերթերը եւ եթե իսկապես այդ օդանավերում լինելու են ընտրակաշառքով Հայաստան բերվող ընտրողներ, հա, կխափանվի այդ փողը ջուրը կլցվի, որը ծախսվել է այդ նպատակով, էլի, հա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։